ժողովի հայտարարությունը, որը նույնպես ավանդույթ է, որտեղ սովորաբար բոլոր ընդհանուր ժողովները բացի բանաձևեր ընդունելուց առաջիկա քառամյա գործունեության վերաբերյալ նաև ընդհանուր գծերով հայտարարությամբ են հանդես գալիս։ Ես հիմա կներկայացնեմ հայտարարությունը, հետո կանցնենք, հետո խոսքը կփոխանցեմ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին։ 35-րդ ընդհանուր ժողովի հայտարարությունը։ Հույդա 35-րդ ընդհանուր ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության եւ ողջ հայության համար աշխարհաքաղաքական եւ ներազգային լրջագույն մարտահրավերների, Արցախի Հանրապետության բռնազավթման, Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, հայոց պետականության դեմ ուղղված գոյութենական սպառնալիքների ժամանակահատվածում, պատերազմներով ուղեկցվող համաշխարհային վերադասավորումները, միջազգային ինստիտուտների եւ միջազգային իրավունքի, ինչպես նաև զսպման արդյունավետ մեխանիզմերի բացակայությունը անվտանգային մարտահրավերներ են հայոց պետականության լինելիությանը եւ հայկական համայնքների կենսունակությանը։ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ նկրտումներն ու ՀՀ իշխանությունների որդեգրած խաղաղության կեղծ օրակարգը անվտանգային նոր սպառնալիքներ են ստեղծում։ Ինչպես թուրք-ադրբեջանական տանդեմի, այնպես էլ ՀՀ վարչախմբի համար առաջնային թիրախ են ազգային ինքնութենական արժեքներն ու ազգային գաղափարախոսություն կրող ուժերը։ Հայաստանի անվտանգային եւ կառավարման ճգնաժամը ներազգային թշնամանք հրահրելու եւ սփյուռքը պառակտելու իշխանության քայլերը խորացնում են հանրային հուսալքությունը։ Քննելով իրավիճակը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը հաստատեց. Մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը եւ հայկական ինքնության պահպանումը հայ հեղափոխական դաշնակցությունը հռչակում է ռազմավարական նպատակ եւ հայտարարում է պայքարի վճռական հանգրվանի մասին։ Ըստ այդմ սահմանվում են ռազմավարական հետեւյալ առաջնահերթությունները. Ա. Հայոց անկախ պետականության հզորացում, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնում, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կերտում, անկախության հռչակագրի տառին եւ ոգուն համապատասխան։ Բ. Արցախի ազատագրման օրակարգի շուրջ համազգային համախմբում, միջազգային իրավաքաղաքական երաշխիքների գործադրումով արցախահայության հավաքական վերադարձի եւ հիմնարար մյուս իրավունքների իրացում։ Գ. Հայոց բանակի պաշտպանության եւ անվտանգության համակարգերի ամրապնդում։ Դ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման իրավունքի հետապնդում։ Ե. Ազգային եւ պետական շահերի վրա կառուցված անվտանգային սպառնալիքները հաղթահարող արտաքին քաղաքականության որդեգրում։ Եվ վերջին կետը սփյուռքի կազմակերպական հզորացում համահայկական օրակարգերի շուրջ ազգային եւ քաղաքական համախմբում։ Միաժամանակ ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը հաստատեց Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած ապազգային եւ ապապետական ընթացքը կասեցնելու, հայրենիքի անվտանգությունը երաշխավորելու, կենսունակ հայկական պետություն ունենալու, սոցիալական արդարություն հաստատելու, ներազգային համապարփակ ճգնաժամը հաղթահարելու եւ հայ հեղափոխական դաշնակցության ռազմավարական նպատակները գործադրելու անհրաժեշտ պայմանը իշխանափոխությունն է։ Հայ հեղափոխական դաշնակցությունը լի է վճռականությամբ եւ պատրաստակամ է պետականության եւ ազգային ինքնության պահպանման եւ զարգացման օրակարգերի շուրջ գոյացնել համազգային համախմբում։ Մարտի 6, 2025 Ծաղկador